նաև ի օգուտ են ծառայում երիտասարդների, այսինքն երիտասարդները դրանից ինչ-որ շահ ունեն, քանի որ մենք այո մեր պարտքն է գնալ ու կատարել վերընտրությունը, հետևելով ինչ-որ գաղափարների, ունենալով ինչ-որ մտքեր, քաղաքականության հետ կապված եւ գաղափարներ, բայց նաև մենք հետապնդում ենք մեր շահը եւ ըստ այդ շահի արդեն տեսնում գաղափարների մեջ միտք ու կարևորում դա եւ հասարակական կազմակերպությունները որոշները իրականացնում են ծրագրեր, որոնք ապագայում մեզ խոստանում են ինչ-որ մասնագիտական հաջողություններ, որոնք մենք այս պահին կարևորում ենք ու երիտասարդների համար ինչն է այս պահին կարևոր, մեր համար կարևոր է, որ մենք ունենանք մեր մասնագիտությունը, ունենանք մեր շրջապատը, մեր կապերը ու որոշ ծրագրեր մեզ թույլ են տալիս, որպեսզի մենք դա ամրապնդենք ու նույն Եվրազիա ծրագիրը, որ իրականացվել է, ես ինքս մասնակցել եմ 2 տարի առաջ Մոսկվայում, այդ ծրագիրը ինձ հնարավորություն տվեց իմանալու ու ավելի ճանաչելու մյուս երկրի մշակույթը եւ ոչ միայն այնտեղ ծանոթանալ իմ մասնագիտության տեր մարդկանց հետ, իրենց հետ արդեն կապ ձևավորել, ապագայում ինչ-որ հնարավորություն միասին աշխատելու. Այսինքն, երբ երիտասարդը տեսնում է, որ ինքը ունի հնարավորություն ապագայում իրացվելու, ոչ մեր երկրում, այլև մեր բարեկամ երկրներում, ինքը ավելի շահագրգիռ է լինում, ինքը ավելի ներգրաված է լինում այս process-ում։ Եթե մենք տեսնենք այդ հնարավորությունը ապագայում ավելի ունենալու այդ հնարավորությունը իրացվելու, մենք ավելի մոտիվացված կմասնակցենք ու ավելի հստակ կիմանանք, թե մենք ում ենք ուզում ընտրել։ Հիմա շատ քչերն են նմանատիպ ծրագրեր անցկացնում, մեկը ինձ դա շատ է մոտիվացնում։ Ես շատ մոտիվացված գնում ընտրում եմ ու մտածելով, որ ապագայում ես ավելի կաճեմ ու ավելի կունենամ հնարավորությունը իմ պատկերացրած ու իմ երազած ապագան ունենալ։ Ու ինքս ունեմ միտումներ ունենալու իմ հասարակական կազմակերպությունը, որպեսզի իմ նման երիտասարդներ, ովքեր ունեն այդպիսի երազանքներ, ապագայում ավելի աճելու ու չմնալու նույն տեղում, ու մոտիվացնելու արդեն մնացած սերունդներին, մնացած երիտասարդներին, նաև իրազեկելու իրենց տարբեր գաղափարներով, որպեսզի իրենք նույնպես տեղեկացված լինեն, թե ում կարող են ընտրել ու որը կլինի ճիշտը հենց իրենց համար եւ իրենց պատկերացումների համար։ Շնորհակալ եմ։